Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր մեր հյուրն է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, շատ հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվում Հայաստանում, հերթական հետաքրքիր իրավիճակը, մեզ չեն թողնում, որպեսզի մենք մոռանանք այս իրողությունների մասին, նախընտրական շրջան է, իդեպ շատ շուտ է սկսվել, բայց այնուամենայնիվ երկու աղոթք, այսպես ասեմ, որպեսզի հարց չառաջանա ոչ մեկի մոտ Հովանավանքում, եւ ահա հայտնի է դարձել, որ այս կիրակի այսպիսի աղոթք է լինելու նաեւ Թալինում։ Ինչից հետո եկեղեցին, մեր հայրաքելական եկեղեցին Տեր Եսայի քահանա Արթենյանի տեսքով հայտարարել է, որ արդեն իսկ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի հարցը ընդգրկված է Մայրաթորի կարգապահական հարցերով հանձնախմբի օրակարգում։ Պատճառը նրա Facebook-յան գրառումներն են եւ այն է, որ նա պատրաստվում է այդ պատարագը մատուցել։ Մենք ունենք արդեն, եթե չեմ սխալվում, մեկ կարգալույծ հոգևորական այս ամենի արդյունքում, միգուցե ես սխալվում, ես այնքան շատ չեմ հետևում այս իրադարձություններին, եւ պատրաստում են ահա երկուսին էլ կարգալույծ անեն, նաեւ Տեր Տարոն քահանա Հունանյանին, Հաղարծինի քահանան է, որը եւս մասնակցել է Հովանավանքում պատարագին։ Հիմա այսպես կարգալույծ անելով հերթով հոգևորականներին, եկեղեցին ուր է հասնելու եւ այստեղից հարց է առաջանում։ Իրենք շատ են խոսում եւ ընդդիմությունը շատ են խոսում պարակտման մասին, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է պարակտում մտցնել եկեղեցում։ Լավ, եթե Նիկոլ Փաշինյանը փորձում է դա անել, այսպեսի կարգալույծ հերթով քահանաներին կարգալույծ անելով, արդյոք եկեղեցու իշխանությունը, եկեղեցական իշխանությունը այդ պարակտման մեջ իր լուման չի ներդնում եւ այդ պարակտումը չի դարձնում ավելի ակնհայտ, որովհետեւ հասկանալի է, որ այդ մարդիկ, ում որ կարգալույծ են, իրենք շարունակել են իրենց հոգևոր ծառայությունը եւ նրանք դրան պատրաստ են։ Այս ամեն ինչը նս տպավորությունը, ոնց որ իշխանությունը մի կողմից, հա, իմ տպավորությունն է կողքից, եւ եկեղեցու իշխանությունը մի կողմից, եկեղեցին համատեղ ուժերով քանդում են եւ պարակտում։ Պարոն Ստեփանյան, հարցը բավականին ընդգրկուն է, շատ բարդ է ու շատ կարեւոր է իսկապես։ Եւ երևի թե անհնարին է այդ հարցին պատասխանել առանց որոշակի այսպես տեսական հիմք տալու եւ բ նախապատմությունը քննարկելու, կոնտեքստը տալու, հա։ Տեսական մասով մի երկու բան ասեմ, եթե դեմ չեք։ Ժողովրդավարական պետությունում, սուվերեն պետությունում եկեղեցին եւ պետությունը պետք է անջատ լինեն։ Դա ամենակարևորագույն սկզբունքն է, այդ սկզբունքը ամրագրվում է ժողովրդավարական սահմանադրություններում, անկախ նրանից թե դե ֆակտո նրանք ժողովրդավարական են թե ոչ, բայց սահմանադրություններում դա ամրագրվում է։ Որտեղից է այդ գաղափարը ծագում։ Այդ գաղափարը ծագում է, ու կարելի ասել ֆրանսիական մեծ հեղափոխությունից, երբ արիստոկրատիան նահանջ իրականացրեց բուրժուական, այսպես ասած, հեղափոխության արդյունքում եւ դեմոկրատական պետությունների հիմք դրվեց այն առումով, տեսեք, որ սուվերենը եւ սուվերեն պետություն ասելով մենք հենց այս հանգամանքը պետք է հաշվի առնենք, սուվերենը ժողովուրդն է, այլ ոչ թե թագավորը եւ ոչ թե եկեղեցու իշխանը։ Եկեղեցու իշխանը։ Մենք ունենք այդպիսի մեծ ավանդույթներ դարերից եկած։ Այո, եւ շատ դեպքերում դրանք մեկ, այսպես ասած, միավոր էին, սա էլ պետք է նշենք։ Եւ երկուստ էլ հարկեր էին հավաքում։ Բնականաբար։ Եվ եկեղեցին եւ իշխանները հարկահավաք։ Այսինքն իշխանությունը իրենց էր պատկանում։ Այդ հոգեվոր իշխանությունը եւ աշխարհիկ իշխանությունը կարելի ասել մեկ էին, առանց հոգեվոր իշխանության աշխարհիկ իշխանություն չէր կարող լինել։ Եվ սուվերենը ըստ էության թագավորն էր եւ բնականաբար այո այդ եկեղեցու նաեւ ղեկավարն էր, եկեղեցու ղեկավարն էր օրհնում նրան, եկեղեցու ղեկավարն էր ասում, որ ինքը հենց պետք է ինքը Աստծո կամոք ղեկավար է, ինքը Աստծո կամոք պետք է իշխի։
բուրժուական հեղափոխությունը երբ որ եկավ, ասեց, գիտեք ինչ, ժամանակներ են փոխվել։ Դեռ 18-րդ դարում։ Այո, եւ 1789 թվականի հեղափոխության մասին ենք խոսում մենք, այո։ Եվ ասացին, գիտեք ինչ, մենք հիմա այլ կերպ ենք ուզում ապրել, որովհետեւ տեսեք, բուրժուազիան կարողանում է ստեղծել եկամուտ, արդյունք է տալիս, բոլորը օգտվում են դրանից, բայց ոչ մի իրավունքներ չունեն բուրժուաները։ Միայն արիստոկրատները ունեն իրավունքներ, արիստոկրատիայի այդ դասի ներկայացուցիչները, եւ այսպես ուղղակիորեն ուղղաձիգ կառավարում է իրականացվում, ինչը մեր շահերին, բուրժուաները ասեցին, չի համապատասխանում։ Եւ մենք ասում ենք հետեւյալը, որ պետք է ուրեմն բոլորը ունենան հավասար իրավունքներ եւ բոլորը պետք է մասնակցեն այդ citoyen, հա, ֆրանսերեն այդ բառը, citizen, այսինքն, այո, քաղաքացուն յուրաքանչյուր քաղաքացի իր մասը իշխանության պետք է ունենա, հավասար մաս պետք է ունենա եւ իշխանությունը, սուվերենիտետը պետք է պատկանի ժողովրդին։ Իդեպ Ֆրանսիայի սահմանադրությունում հենց այդպես էլ նշված է, երբ որ մենք ասում ենք իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սահմանադրությունն էլ է տենց նշված։ Այո, տեսեք, մեր սահմանադրություն գրված է իշխանությունը պատկանում է ժողովրդին, Ֆրանսիայի սահմանադրություն գրված է սուվերենիտետն է պատկանում ժողովրդին, սուվերենությունը։ Մենք շատ հաճախ այդ սուվերենությունը դիտարկում ենք որպես այլ պետություններից անկախ լինել։ Դա էլ է, բայց դա կարելի ասել մասն է միայն սուվերենիտետը հենց նրանով է սուվերենիտետ, որ ժողովուրդը ունի իշխանություն, ժողովուրդն է իշխում, սուվերենը ժողովուրդն է։ Այս է սուվերեն պետության կամ ազգ պետության հիմքը։ Հիմա բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում հիմա ելևեջները, չասենք վայրեջքները եւ այլն տարբեր բաներ եղան, տրանսֆորմացիաներ տեղի ունեցան, բայց արդյունքում մենք ունեցանք դեմոկրատական պետություններ, հա, ժամանակի հետ մեկտեղ եւ նաեւ արդյունքում այնպես տեղի ունեցավ, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժողովրդավարությունը նաեւ եւ մարդու իրավունքները, որ ժողովրդավարության հիմքն են, ծառայեց որպես սկզբունք նաեւ այլ պետությունների համար եւ երբ որ ՄԱԿ ստեղծվեց, ՄԱԿ-ը արդեն Միացյալ Ազգերի կազմակերպություն, իդեպ այստեղ էլ այդ ինչ ազգերի մասին է խոսքը էթնոսների մասին չէ, խոսքը ազգ պետությունների մասին է, այսինքն սուվերեն պետությունների մասին է, իրենք կազմակերպություն ստեղծեցին, չէ, եւ ասացին, որ մենք պետք է փորձենք մեկը մյուսից հետ հարաբերվել որոշակի կանոնների շրջանակներում, որոնք հիմնված են մարդու իրավունքների վրա։ Այլ բան, որ մինչ այս պահն էլ բազմաթիվ խնդիրներ կան այս առումով միջազգային ասպարեզում, մենք ունենք նաև բազմաթիվ երկրներ, որոնք ձևական են սուվերեն այդ առումով, այսինքն իշխանությունը շատ երկրներում չի պատկանում ժողովրդի իշխանությունը եւ պատկանում է էլի մի փոքրիկ մեր բոլոր հարևանները։ Այո, Արդեն Վրաստանն էլ հետ է, ցավոք։ Դե եւ ինչու եմ ես հիմա այս ամեն ինչը ասում, որովհետեւ տեսեք այսօր եկեղեցին հավակնում է իշխանություն ձևավորելուն եկեղեցու ղեկավարությունը, այսպես ասենք, եկեղեցու անունից այդպիսի հավակնություն է ցուցաբերել։ Ինչպես առանձին եկեղեցականներ։ Ինչ իշխանություն ձևավորել, քաղաքական իշխանություն։ Սա կարևոր է։ Իսկ սա գիտեք, պարոն Ստեփանյան, ինչ է, սա մարտահրավեր է սուվերենին, այսինքն ժողովրդին։ Այսինքն ասում է, որ դուք չեք սուվերենը, այլ մենք ենք սուվերենը։ Դուք լավ չեք հասկանում։ Դուք կործանում եք պետությունը, դուք կործանում եք եկեղեցին։ Այո։ Եվ դրա համար մենք պետք է մեր ձևերով, հա, փորձենք իրավիճակ փոխել։ Հիմա տեսեք ինչ են անում։ Մասնակցել են տարբեր եկեղեցականներ, քաղաքական այսպես ակցիաներ կազմակերպելուն, ընդհուպ միջև այնպիսի ակցիաներ, որոնց նպատակն է, տեսեք, կամ որ երբեմն թաքնված կերպով, երբեմն նաև բացահայտ կերպով սահմանադրական կարգի տապալում։ Այսինքն իրենք ասում են, որ մի ինչ որ
Սահմանությամբ չնախատեսված կառավարման համակարգ պետք է լինի առնվազն ժամանակավոր, եւ այդ ժամանակավոր համակարգը, այդ կառավարման համակարգը, ժամանակավոր, չգիտեմ, իշխանություններ եւ այլն, իրենք պետք է կարգի բերեն ամեն ինչ։ Եվ պարոն Վարդան, ես ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, շատ կարևոր հանգամանք է։ Այդ բոլոր ուժերը իրենք իշխանության լեգիտիմությունը ճանաչում են։ Հակառակ դեպքում նրանք խորհրդարանում նստած չէին լինի։ Հակառակ դեպքում նրանք արդյունքները ընտրությունների 21 թվականի չէին ճանաչի։ Այո, այսինքն շատ կարևոր է սա։ Եթե նրանք լեգիտիմությունը չընդունեին, դա այլ հարց կլիներ, բայց նրանք ընդունում են դա։ Ըստ էության, այո, նրանք փաստորեն դեմոկրատական նաև խաղի կանոններն են ընդունել, բայց փաստորեն ստացվում է այնպես, որ այդ դեմոկրատական խաղի կանոններով իրենք ուզում են այդ դեմոկրատիան վերացնել։ Հիմա բացի այդ, մենք ունենք եկեղեցականներ, բարձրաստիճան եկեղեցականներ, որոնք նաև, տեսեք, ըստ իրավապահ մարմինների մի մասը, մի քանի հոգի, այսպես ասենք, մասնակցել է հեղաշրջում իրականացնելու ինչ-որ մի գործընթացի մեջ, պլան է այդպիսի գծել, չէ՞։ Մենք այդպիսի իրավապահներից այդպիսի, ուրեմն, տեղեկություններ ենք ստացել, կա քրեական գործ եւ կան մարդիկ, որոնք այսօր կալանավորված են, ճիշտ է։ Ինչ է ասել դրա հետ կապված եկեղեցու ղեկավարությունը։ Եկեղեցու ղեկավարությունը չի քննադատել փաստորեն այդ ամեն ինչը, ասել է, որ իրենք այդտեղ հանցակազմ չեն տեսնում եւ որ քաղաքական իշխանությունները հետապնդում են իրականացնում։ Հետո ունեցել ենք բարձրաստիճան եկեղեցական, խոսքը Շիրակի թեմի առաջնորդի մասին է, որը ռազմական հեղաշրջման կոչեր է արել զանգվածային լրատվության միջոցների միջոցով եւ նաեւ չի ասել, որ ինքը զղջում է դրա համար եւ հակառակը ասել է, որ ինքը վերահաստատում է իր այդ կոչերը։ Ինչ է ասել եկեղեցու ղեկավարությունը։ Ասել է քաղբանտարկել է։ Այո։ Քաղբանտարկել է, բայց իրոք։ Եվ ասել է քաղբանտարկյալ է եւ բնականաբար, այսինքն իր այդ կոչը լեգիտիմացրել է փաստորեն, այսինքն եկեղեցու ղեկավարությունը կողմ է դրան, չէ՞, հակառակ պարագայում կասել, որ այո, չէ, կարող էր ասել, որ դե գիտեք ինչ, միգուցե ճիշտ չի նրան, չգիտեմ, ձերբակալել կամ դատապարտել, միգուցե այլ պատիժ պետք էր հասնել, մեղմ պատիժ պետք էր լինել, հա, այդպես չեն ասել։ Ասել են փաստորեն, որ նա քաղբանտարկել, այսինքն ընդհանրապես որևէ պատիժ ըստ իրենց չպետք է լիներ այդպիսի խոսքերի համար եւ փաստորեն իրենք այդ խոսքերին աջակցում են։ Այսինքն այդ կոչին ռազմական հեղաշրջում իրականացնելուն եկեղեցու ղեկավարությունը աջակցել է։ Սա ինչ է։ Սա սուվերենին նետած մարտահրավերն է, սա սուվերենի իշխանության, այսինքն ժողովրդի իշխանությունը չճանաչել է։ Ասել է, թե որ մենք այլ տեսակի իշխանություն ենք ուզում ձևավորել, այլ միջոցներով, սահմանադրական ուրեմն կարգին հակասող միջոցներով, սահմանադրության հակասող միջոցներով, ժողովրդավարության հակասող միջոցներով։ Եվ նշանակում է փաստորեն եկեղեցու ղեկավարությունը եկեղեցին որպես ինստիտուտ փորձ է իրականացրել մտցնել քաղաքականության մեջ, ինչը սահմանադրությամբ արգելված է։ Արդեն ասեցինք, որտեղից է այդ սկզբունքը գալիս, այդպես չպետք է լինի։ Դա հակաժողովրդավարական է, հակաժողովրդական է, եթե կուզեք այդ բառները օգտագործենք, հա, որովհետև իսկապես սուվերենը ժողովուրդն է։ Մի քանի անգամ սա կրկնեցի, որովհետև սա շատ կարևոր բան է, հա։ Այսինքն ինքնիշխանության դեմ են, այդպես է դուրս գալիս, որովհետև սուվերենիտետը ինքնիշխանությունն է, եթե դու ժողովրդից ուզում ես խլել սուվերենիտետը, նշանակում է դու ինքնիշխանության դեմ ես։ Հիմա, ներողություն, ինչ են արել իշխանությունները։ Դե իշխանությունները արձանագրել են։ Մարտահրավերը ընդունել են։ Այո, ասել են լավ, դե այդպես եք դուք, հա, փաստորեն վարվում։ Նետած ձերդոցը բարձրացրել են։ Բա հիմա ինչ անենք։ Նախ իրավապահ մարմինները սկսել են էֆեկտիվ գործել այս առումով,
հա նախկինում կարող էին էֆեկտիվ չգործել, ասել դե լավ, հիմա մի բան ասել եմ կամ հիմա դե այնուամենայնիվ մեր եկեղեցին է, եկեք զգուշ լինենք, բան անենք, բայց քանի որ այդ կարմիր գծերը հատվել են, իրավապահ մարմինները տեսել են, որ սա շատ կարևորագույն մի բան է, կարմիր գիծ է հատված, ժողովուրդը տեսնում է, որ սա իրեն նետված մարտահրավեր է եւ բնականաբար նաեւ իշխանությունները, որոնք ժողովրդի ներկայացուցիչներն են, անկախ հիմա նրանից թե ոնց են վերաբերվում իշխանությունների այս կամ այն քաղաքականությանը, հա, նրանք այսպես լեգիտիմ իշխանություններ են, լեգիտիմ ճանապարհներով են ձևավորվել եւ իշխանությունները բնականաբար հարց են տալու, ասել են լավ, մի րոպե, այսինքն մենք ժողովրդի ներկայացուցիչն ենք, ժողովրդին մարտահրավեր են նետած, այսինքն մեր պետությունը ժողովրդի ձեռքից ուզում են վերցնեն ու ինչ պետքա իրավապահները ձայն չհանեն, պետքա չգործեն էֆեկտիվ, եւ էֆեկտիվ սկսել են գործել վերջին շրջանում իրավապահները այս առումով, ինչի է հանգեցրել, որ եկեղեցին տեսել է, որ չէ, փաստորեն եկեղեցու ղեկավարությունը նորից սա շեշտենք, որ իրենց այդ գործողությունները չեն հանդուրժվում այլևս առնվազն պետության կողմից եւ սկսել են որոշակի քայլեր իրականացնել։ Եվ այդ որոշակի քայլերը դրսևորվում են օրինակ այդպիսի հայտարարություններով եւ որոշ եկեղեցականներին կարգալույց անելով։ Նրանք փաստորեն ուզում են այնպես անել, որ այդ մարտահրավերը ընդունածները չունենան գործիքներ ըստ էության դիմադրելու այդ մարտահրավերին կամ այդ տեսակի գործնեությանը եւ այնպես անելու, որ ասել դե գիտեք ինչ, հիմա եկեղեցին անջատ է պետությունից, եկեղեցին սա է, մենք ենք, այս մարդիկ ինքնակոչեր են, մենք իրենց կարգալույց ենք մանարել, իրանք եկեղեցու հետ չպետք է կապ ունենան։ Հիմա տեսեք, բնականաբար այստեղ հարց է ծագում, լավ, եթե եկեղեցու ղեկավարությունը այդ կարմիր գիծը անցել է, հա, լավ, առանձին վերցրած եկեղեցականներ, եթե օրենք են խախտում, իրավապահ մարմիններն են իրենցով զբաղվում։ Բան նրանք, որոնք ուղղակիորեն օրենք չեն խախտում։ Բայց այդ մարտահրավերը նետել էր եւ իրենք ունեն ռեսուրսներ։ Այդ ռեսուրսները օգտագործում են ընտրությունը խեղաթյուրելու համար։ Չէ՞։ Որտեվ ընտրական process-ը, իրենք փաստորեն մտնում են ընտրական process-ի մեջ եւ իրենց այդ ոչ իրավական մասնակցության ըստ էության փորձում են խեղաթյուրել, բայց շատ հաճախ այդ տեսակի մասնակցությունը, տեսեք, ուղղակիորեն կարող է չդրսևորվել իրավախախտմամբ, այս է խնդրեմը։ Եվ իրավապահները կարող են ասել լավ, բայց այս դեպքում կա օրենքի խախտում, բայց այլ դեպքերում դե հիմա ասենք եկեղեցականները քաղաքական ակտիվություն են ցուցաբերում առանձին վերցրած, եթե օրենք չեն խախտում, նրանք որպես քաղաքացի դրա իրավունքը ունեն եւ իսկապես ունեն դրա իրավունքը։ Եթե օրենք չի խախտում, ինքը կարող է ըստ էության քաղաքական տեքստ արտաբերել, չգիտեմ, գնահատականներ տալ, նույնիսկ ակցիա կազմակերպել, ակցիայի մասնակցել, կարող են, այո։ Բայց լավ, հիմա ոչ եկեղեցու անունից։ Հիմա այն ամբողջ հարցը սա է, եկեղեցու անունից չեն կարող, բայց որպես անհատներ կարող են։ Բայց հիմա տեսեք, ստացվում է այնպես, որ իրավապահ համակարգը բարդ ըստ էության նաև խնդրի առջև է կանգնել։ Դիլեմայի առջև է։ Որովհետև առանձին գործողությունները կարելի է, ասենք, հա, քրեական օրենսգրքով նայել եւ տեսնել առանձին այս գործողությունները հակաիրավական են։ Բայց հիմա ոնց անել, եթե օրինակ առանձին եկեղեցական անկախ նրա պաշտոնից կարող է ինքը կաթողիկոսի պաշտոն ունենալ, կարող է այլ պաշտոն ունենալ, ակցիա է իրականացնում եւ քաղաքական տեքստ է արտաբերում եւ օրենքի շրջանակներում է դա։ Ասենք չի ասում ռազմական հեղաշրջում պետք է անել, հա, չգիտեմ, բռնության կոչ չի անում եւ այլ եւ այլ։ Բայց ընդհանուր առմամբ բնույթը այնպիսին է, որ տեսեք ինքը ըստ էության հակասահմանադրական է, հա, բնույթը, ոգին այդ գործողության, որտեղ արդեն նշեցի, չէ, առանձին դեպքերում ոնց է դա դրսևորվել։ Բայց հասկանում եք, խնդիրը այն է, որ քրեական օրենսգիրքը հավանաբար չի նախատեսել նման իրավիճակում
պատշաճ արձագանքի հնարավորություն, երբ որ եկեղեցականը մասնակցելով ակցիայի, ըստ էության եկեղեցու անունից է մասնակցում, հա, եւ ինչ։ Հա, մասնակցում է, բայց ոնց ինչ անենք դա, այսինքն սահմանադրությամբ այդ սկզբունքը դրված է, որ եկեղեցին պետք է լինի անջատ պետությունից, չէ՞։ Հա, բայց ոնց ֆիքսենք այդ անջատությունը, ոնց ֆիքսենք, երբ որ հենց եկեղեցին մտնում է պետության մեջ, որտեղ բոլորը ասում են, որ համենք որպես քաղաքացի ենք մասնակցում։ Ինչ ա եղել, հետո ինչ որ եկեղեցական ենք, բայց նրանք հայտարարություն են անում եկեղեցու անունից։ Դե հայտարարությունները հենց էտա որ եկեղեցու անունից են։ Այո, բայց հայերը քելական եկեղեցին, չէ՞ ասում Գարեգին բն կամ Կտրիչ Ներսիսյանը կամ Եվ այստեղ պարոն Ստեփանյան, կարծում եմ, որ որոշ առումով քրեական օրենսգիրքի եւ ընդհանրապես, հա, այսինքն որոշակի երևի թե վերափոխումների այստեղ կարիք կա, որ չգիտեմ, նոր մոտեցման, նոր օրենքի միգուցե, օրենքի դրույթի ինչ որ ներմուծման կարիք կա, որ այս խնդիրը լուծի, որ լավ, եթե իսկապես, եթե դու սահմանադրությամբ սահմանել ես, որ չի կարող եկեղեցին որպես ինստիտուտ քաղաքականությամբ զբաղվի, ինքը պետք է պետությունից անջատ լինի։ Իսկ եթե ինքը մտնում է պետության մեջ, ինչ պետք է անել ու ոնց է դա դրսևորվում։ Ոնց ենք ֆիքսում։ Այս է խնդիրը։ Եվս մեկ հարց ունեմ, շատ կարևոր, ժամանակ ուղղակի քիչ է։ Այո։ Տեսեք, ինձ միշտ հետաքրքրել է այսպեսի մի բան։ Հայտնի է եւ հասկանալի է, որ հայ-առաքելական եկեղեցին եւ նրա վերնախավար Ռոբերտ Քոչարյանի լեգիսլատուրայի տարիներին եղել է շատ լավ հենք Քոչարյանի համար եւ հետո Սերժ Սարգսյանի համար։ Քոչարյանը նույնիսկ 2005 թվականի սահմանադրությունում եկեղեցու հատուկ իրավունքներն է առաջ քաշել եւ դա համապնդվել է սահմանադրությունում, ինչի համար եկեղեցին միշտ սպասարկել է Քոչարյանի շահերը։ Հիմա ինչ տեղի ունեցավ։ Իդեպ այս ամենը դաշնակցությանն էլ է վերաբերվում, որպես մեր հին ավանդական կուսակցություն։ Դաշնակցությունը երբևիցե ոչ միայն Հայաստանում, այլ տարբեր երկրներում, ու Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակը հայտնի պատերոդը չենք քննարկում, միշտ իշխանության հետ են, միշտ իշխանության մաս են, միշտ իշխանության կողմ են։ Ինչպես ստացվեց այդպես, որ 18 թվականին, երբ որ իշխանափոխություն եղավ Հայաստանում, եւ եկեղեցին եւ դաշնակցությունը միանգամից դարձան հակաիշխանական։ Այդ իշխանության մեջ այդ ինչ կա, որ տենց միանգամից այդպես եղավ։ Պատճառը ո՞րն է։ Կարծում եմ, որ պատճառը այն է, որ եկեղեցու ղեկավարությունը ինքը ըստ էության ավտորիտար մտածելակերպ ունի։ Եվ երբ տեսնում է, որ դեմոկրատական սկզբունքներ են ներմուծվում, դիտարկում է այդ գործընթացը որպես սպառնալիք իր իշխանությանը։ Իրենք մտածում են, որ այդպես կարողանան վերահսկողությունը հասարակության լայն հատվածների վրա կորցնել եւ դա կարող է հանգեցնի նրան, որ իրենք ըստ էության նաեւ իրենց բազմաթիվ ռեսուրսներից կարող են զրկվել եւ իրենք նախկինում ինչու են միշտ այսպես աջակցել իշխանություններին, որովհետեւ իրենք շահել են դրանից որովհետև նաև իրենց ազդեցությունն է ամրապնդվել հասարակության վրա եւ նաև իրենց ռեսուրսները դրանից ավելացել են։ Իրենք կարողացել են միշտ վայելել իրենց ռեսուրսները, ոչ ոք չի փորձել վերահսկել, այսպես ասենք, հա, եկեղեցու գործունեությունը, իրենք շատ ազատ են զգացել իրենց այդ առումով հավանաբար։ Եվ հիմա իրենք տեսել են, որ չէ, պաստորեն վերահսկողություն է սահմանվելու իրենց նկատմամբ, հարցեր են առաջանալու իրենց գործունեության նկատմամբ, իրենց ռեսուրսների նկատմամբ, եւ սա հավանաբար դրդել է նրանց, որ իրենք միանգամից ընդդիմանան այդ փոփոխություններին եւ ընդդիմանան նոր իշխանություններին, թեև սկզբնական շրջանում մենք տեսնում էինք, որ այնպես չէր, որ իրենք այսպես ընդդիմություն էին իշխանություններին։ Շատ լավ է սկզբնական շրջաններում։ Այո, կաթողիկոս Նիկոլ Փաշինյանի հետ այսպես նկարներ կան, այո, այսինքն հանդիպում էին մի խոսքով, այսինքն միջոցառումներին միասին էին լինում եւ այլն, հավանաբար մտածելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դեռևս չի նշանակելու կամ դեմոկրատական որոշակի սկզբունքներ առաջ տանելը դեռևս չի նշանակելու, որ այդ ամեն ինչը կարող է հանգեցնել նրան, որ հասարակության եւ պետության ընդհանուր առմամբ վերաբերմունքը
տարբեր խնդրահարույց եկեղեցուն առնչվող խնդրահարույց հարցերի վերաբերյալ կարող է այսպես բան լինել, էլի, իրենց համար պրոբլեմային լինել, այսինքն մտածել էին, որ չէ, իրենք էլի կարողանան շարունակել այնպես ապրել, ինչպես որ նախկինում էին ապրում եւ տիրապետեն այդ բոլոր իրենց ռեսուրսները։ Իհարկե, այստեղ նաև որոշ դեպքերում գաղափարախոսական բնույթի կոմպոնենտ էլ կա, կարծում եմ, որը բնորոշ է մեր հասարակության մի ստվար զանգվածին, այսինքն շատերը ուղղակի այսինքն ազգայնական այսպես գաղափարներով տոգորված են, կարելի ասել նույնիսկ ծայրահեղ ազգայնական, հա, այսինքն իրենք մտածում են, որ մի խոսքով, այսինքն այստեղ կան թշնամիներ, այդ թշնամիները հավերժ թշնամիներ են, այդ թշնամիների հետ որևէ կերպ չի կարելի խոսել, այդ թշնամիներին կամ պետք է ոչնչացնես, կամ պետք է քեզնից լրիվ հեռու պահես, եւ երբ որ տեսնում են, որ այլ գործընթացներ են լինում, իրենք բնականաբար ասում են, որ չեղավ, սա փաստորեն մեր պատկերացրած ճշմարտության դեմ է, սա չպետք է լինի այդպես, մի խոսքով, այսինքն սա էլ կա։ Որոշները կարող է հենց միայն այս կոմպոնենտով են իրենց այդ վերաբերմունքը փոխել եւ այդպես ընդդիմանում են, հա, ներկայիս նաեւ իշխանություններին։ Բայց դաշնակցությունը նույն բանն է։ Նույն մոտիվացիան։ Նույն մոտիվացիան է, այո, երկուսն էլ կան, եւ այսինքն ռեսուրսների պահպանման բանը կա եւ որոշ այսպես գաղափարախոսական, ծայրահեղ ազգայնական բան էլ կա։ Գիտեք, չմոռանանք այնուամենայնիվ, որ գաղափարները մեծ դեր ունեն մարդկանց կյանքում եւ շատ հաճախ գաղափարների համար, հիմա ես չեմ ասում այդ գաղափարները լավ, վատ, հասկանում եք, ուղղակի գաղափարներ։ Հիմա օրինակ մի քիչ ուրիշ ոլորտ են գնալու, բայց այնուամենայնիվ, որպեսզի ցցուն լինի այս օրինակը, հա, ասենք քրեական աշխարհը ունի չէ գաղափարներ։ Այնպես չի, որ իրենք այսպես ինչ ուզում անում են կամ ոնց ինչ մտքիններին փչում անում են, չէ, ինչ որ գաղափարներ կան կյանքի վերաբերյալ եւ մանավանդ այդ բարձրաշճան, հա, այսինքն բարձր, ինչպես են ասում, աշճան գրավող մարդիկ, որոնք այդ քրեական աշխարհում, այսինքն ռեսուրսներ ունեն եւ այլն, այո, քրեական հիերարխիայում, քրեական հեղինակությունները, իրենք շատ հաճախ պաշտպանում են, այսպես ասած, որոշակի սկզբունքներ, չէ, հիմա ինչ է սա։ Եվ ապրում են շատ առումներով ըստ դրա, այսինքն իրենց պատկերացրածով դա ճշմարիտ ճանապարհ է։ Ինքը կարող է ժողովրդավարության տեսակետից ճշմարիտ չէ, ինքը կարող է մարդու իրավունքների տեսակետից ճշմարիտ չէ, ինքը կարող է հումանիզմի տեսակետից ճշմարիտ չէ, ինքը կարող է երկրի զարգացման, տնտեսական զարգացման, պրոգրեսի տեսակետից ճշմարիտ չէ եւ այլն, բայց իրենց տեսակետից կարող է ճշմարիտ լինել։ Այլ բան, որ շատ հաճախ մենք տեսնում ենք, սա մի հատ առանձին իհարկե վերլուծության բան է, սա ակադեմիական նաեւ շրջանակներում շատ լուրջ քննարկվող, հետազոտվող թեմա է, որ միգուցե այդ մարդիկ այդ գաղափարները նաև ընդունում են, որովհետև իրենց հարմար է, իրենց անհատական, այսպես ասած, հա, կյանքը ավելի լավ կազմակերպելու համար, այս առանձին հարց է։ Նույնն էլ մենք կարող ենք հիմա խոսել օրինակ ֆաշիզմի մասին, հա, նացիոնալ սոցիալիզմի համար։ Հիմա Ադոլֆ Հիտլերը այդ ամեն ինչը անում էր, ինչի համար։ Լենինը։ Զուտ կամ նույն Լենինը, նույն Ստալինը, հա, անում էր որ ուղղակի հարստանար, երևի թե ոչ միայն, չէ, բայց այսինքն գաղափարներ ինչ որ կա, իրենք մտածում էին, որ այսպես ճիշտ է ապրել։ Մի խոսքով այս բոլորը կա այստեղ, բայց ես մի բան Բայց այստեղ ես ներողություն եմ խնդրում, գաղափարի եւ հարստանալու սիմբիոզ է ավելի շատ երկու դեպքում էլ։ Դե հենց դա էի ասում, որ այո, այսօրվա մի շարք այսպես առաջատար ակադեմիական, այսպես ասենք, հա, շրջանակներում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ սիմբիոզը գրեթե միշտ լինում է եւ դրա համար մոտիվացիան այս դեպքում այդքան էլ կարեւոր չէ, թե ինչի համար է դիտել։ Էդգար, եւ վերջին հարցը ժամանակը ավարտվում է։ Հետաքրքիր մի հանգամանք կա, ինչ շատ է հետաքրքրում։ Խորհրդարանական ընդդիմության տարբեր պատգամավորներ, մասնակիցներ բարբերաբար դիմում են այսպես կոչով Գարեգին երկրորդին կամ Կատրին Ներսիսյանին, նշելով, որ ինքը պետք է իր խոսքը ասի, մենք հասկանանք ինչպես պաշտպանենք եկեղեցին, մենք կանգնենք կողքը։ Թող ինքը դուրս գա եւ ասի, այսինքն կոչով հանդես գա, հա, խոսքը սրա մասին է։ Եկեք եւ կանգնեք, ես պատրաստ եմ դուրս գալ եւ պայքարել իշխանության դեմ, ես այսպես եմ դա տեսնում, չգիտեմ ինչ կերպ։ Ինչի համար են այսպիսի ակնարկներ արվում եւ կոչեր հնչում,
Եվ արդյոք տպավորություն չի ստեղծվում, ինձ մոտ օրինակ այդպեսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այդ պայքարի պատասխանատվությունը, ինչպես ժամանակին դրեցին Բագրատ կամ Վազգեն Գալստանյանի վրա, հիմա էլ դնեն վեհապարի վրա։ Հնարավոր է դա կա։ Չեմ բացառում։ Հնարավոր է դա նաև այսպես որոշակիորեն, գիտեք, Վահան է ազգային ինստիտուտով պաշտպանվելու, քողարկելու սեփական, էգոիստական, ներքաղաքական, ներկլանային, այսպես շահերը առաջ մղելու գործընթացը։ Անպատասխանատու ձևով իդեպ, պատասխանատվություն չկրելով։ Այո, իհարկե, այսինքն այնպես անելու, դե բա հենց նպատակը դա է։ Այո, որ բերը ոնց որ ընկնի այդ ազգային ինստիտուտի վրա ծանրությունը այդ ամեն ինչի եւ իրենք միգուցե մտածում են, որ այդ դրանով իրենք կարողանան իրենց պաշտպանել եւ նաեւ այնպիսի տպավորություն ստեղծել, որ այս ամեն ինչը եկեղեցու համար է, որ այս ամեն ինչը մեր ազգային արժեքները պաշտպանելու համար են եւ այլ, ոչ թե ինչ որ նեղ շահադիտական, ինչ որ կլանային, այսպես ասած, հարցեր են փորձում լուծել, կամ նորից էլի, այսինքն տենց նեղ ազգայնական, հա, ֆաշիզմին նաեւ ինչ որտեղ անցնող երբեմն կամ շատ հաճախ գաղափարների առաջ տանելը եւ նաեւ սա էլ նշենք, որ նման տեսակի գաղափարները այսօր որպես կանոն մեծամասամբ կապված են Կրեմլի, կրեմլամերձ դիսկուրսների հետ։ Եթե շատ մեղմ բնութագրենք։ Մեկին մեկ շատ հաճախ նարատիվները համընկնում են Կրեմլի եւ այդ շրջանակների։ Կրեմլամերձ քարոզիչների եւ այդ շրջանակների միջև։ Մեկին մեկ։ Եվ շատ հաճախ մեկը մյուսին կրկնում են։ Դժվար է լինում ասել ով առաջինը ասեց։ Մարիա Զախարովան առաջ քաշեց այս կամ այն նարատիվը, թե օրինակ եկեղեցու վերնախավից բխող կամ ասենք պարլամենտական ընդդիմության այս կամ այն մարդուց կամ խմբակից բխեց այդ նարատիվը։ Սա էլ է խնդիր, բայց իդեպ կային ժամանակներ, երբ որ այդ երկուսի նարատիվները ադրբեջանական նարատիվների այո, հետ այդպիսի էին ժամանակ է, համընկնում։ հիմա Գոնե 1 տարի առաջ, 2 տարի առաջ դա կար։ Հիմա իրավիճակը փոխվել այս առումով։ Ադրբեջանցիներն են փոխվում։ Այո։ Եվ վերջի վերջո ձեր նախորդ հարցերից մի փոքրիկ ասպեկտին էլ անդրադառնամ։ Եվ ավարտենք։ Այո։ Ինչ է ըստ էության այսօր իրականացվում այդ եկեղեցու ղեկավարություն եւ իշխանություն այդ հակամարտության թաթերաբեմ։ Առանձին պաստորեն եկեղեցականներ հասկանում են ինչ է իրականացվում, տեսեք, այստեղ նույնիսկ այդքան էլ էական չէ էլի մոտիվացիան։ Հիմա կարող ենք ասել, որ որոշ եկեղեցականներ կարող են էլի իրենց ինչ որ անձնական շահը այդտեղ տեսնեն։ Կարող է, ես չեմ բացառում։ Բայց փաստը այն է, որ տեսնելով այդ իրավիճակը, իրենք փաստորեն դուրս են գալիս եկեղեցու այդ վերնախավի այդ վերնախավը կազմող այդ թիմից դուրս են գալիս եւ բնականաբար իշխանությունները ավելի շուտ այսպես ասենք իշխանությունների գիտեք սա էլ է հետաքրքիր էլի իրականում ոչ թե իշխանություններն են այլ մարդիկ են, որոնք ունեն իշխանական ռեսուրսներ, պաշտոններ որոշակիորեն եւ որպես անձ, որպես եկեղեցու հետևորդ, գիտակցելով, որ իրենք բնականաբար ունեն պաշտոններ, որոշակի ռեսուրսներ եւ այլն, իրենք փորձում են այս հարցերին որոշակի լուծում տալ։ Այսինքն փորձում են այնպես անել, որպեսզի կանգնեցնեն այդ եկեղեցու ներխուժումը պետություն։ Ու էլի ստեղել, պարոն Ստեփանյան, այդքան էլ էական չէ մոտիվացիան, որովհետև կարող են որոշները դա անել զուտ էլի իրենց անձնական, հա, խնդիրներից ելնելով,
կարող է այդպես լինել։ Չբացառենք դա էլ։ Բայց երևույթը պետք է նայենք։ Բայց նաև ես համոզված եմ, որ շատ շատերը տեսնում են դա, որ սա այո, դեմոկրատիայի դեմ բանն է, իրենք էլ ունեն դեմոկրատական մտածելակերպ, եւ այստեղ շահերի համընկնում է նաև լինում։ Այսինքն իրենք ունեն այդ մտածելակերպը, պլյուս դրան իրենք հասկանում են, որ դա հենց իրենց դեմ է ուղղված, որ բնականաբար, երբ որ դեմոկրատիան վերանա Հայաստանում, իրենք էլ են տուժելու անձնապես։ Իհարկե, ուստեղ այդ սիմբիոզը, ինչպես նշեցիք, տեղի է ունենում շատ հաճախ։ Դրա համար եմ ասում, շատ հաճախ երևի թե այդքան էլ ճիշտ չէ վերլուծություն անելիս մոտիվացիաները գտնել։ Կարևորը թե ինչ է արվում եւ այդ ինչ անելու արդյունքում ինչ իրավիճակ է ստեղծվում եւ ընդհանուր առմամբ հասարակության, այո, ինչ հեռանկարներ, ինչ զարգացում, մենք հենց այդտեղից սկսեցինք մեր զրույցը այդ կար։ Ինչ իրավիճակ կարող է ստեղծվել։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար։ Մեր հյուրներ քաղաքագետ Էդգար Վարդանյանը քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը։